Bonjour, Ania Nussbaum, Բարև ձեզ, Անյա Նյուզբոն, բարև ձեզ պարոն նախագահ, բարև ձեզ պարոն վարչապետ, երկկողմ հարաբերություններից առաջ ցանկանում եմ իմանալ այսօր Հորմուզի ծոցում ինչ է տեղի ունեցել ԱԹՍ-ների հարվածների հետ կապված, դուք խոսել եք նաև Իրանի նախագահի հետ, ինչպիսի ուղերձ ունեք Թեհրանի համար եւ ֆրանսիացիների համար, արդյոք տնտեսական ճգնաժամ կարող է տեղի ունենալ, կուզենայի նաև ավելացնել մի քանի րոպե առաջ Տիկին Վան դեր Լայենն ասում էր, որ Թրամփի մաքսային այս սպառնալիքների դեմ պետք է հավաքվել սեղանի շուրջ, կարծում եք, որ պետք է հատուկ ինչ-որ հարկադիր գործիք կիրառել դիմակայելու համար Թրամփի սպառնալիքներին, շնորհակալություն։ Առաջ երկրորդ հարցի առումով Տիկին Վան դեր Լայենը արդեն պատասխանել է։ Մենք ցանկանում ենք, որպեսզի լինի արդար եւ ազատ առևտուր եւ ըստ կանոնակարգերի եւ համաձայնագրերի պետք է ուրեմն հարգել ստորագրված համաձայնագրերը, եթե դրանք կասկածատակ են առնվում կամ եթե որևէ երկիր պետք է սպառնալիքներ ունենա, այդ դեպքում պետք է Եվրոմիությունը միջամտի։ Այո, ամեն ինչ սեղանին է դրված եւ ես կարծում եմ, որ այս աշխարհաքաղաքական ժամանակահատվածում դաշնակիցները, ինչպես ԱՄՆ եւ Եվրոմիությունը, այլ անելիքներ ունեն, կամ փորձեն ապակայունացնել իրավիճակը։ Մեր ընկերությունները, մեր ընտանիքները, մեր բնակչությունները կարիք ունեն կայունության ուղերձի, վստահության ուղերձի։ Այո, ամեն ինչ սեղանին է, բայց հուսանք, որ խոհամտությունը նորից կվերադառնա եւ խոհամիտ կլինի, որպեսզի ամեն ինչ լինի ներդաշնակ։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, ես խոսելու եմ Իրանի նախագահի հետ, չեմ կարող ասել, թե ինչ եմ իրեն ասելու, բայց Ֆրանսիան ի սկզբանե նույն դիրքորոշումն ունի, մենք կոչ ենք անում բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանը, դիվանագիտական բանակցությունների մեկնարկին եւ հարգելով տարածաշրջանի բոլոր երկրներին, երեք ես դատապարտել եմ Էմիրական միությունների նկատմամբ հարձակումը եւ որպեսզի վերականգնվի նավարկելի ճանապարհները։ Այո, պետք է Հորմուզի ծոցը բացվի բոլոր ուրեմն նավերի համար եւ առանց որևէ վճարումների եւ հարկադիր միջոցների եւ ցանկացած էսկալացիա ընդհանրապես բոլոր երկրների եւ նավերի դեմ սխալ է, որը գալիս է ավելի լարվածություն ավելացնելու այս իրավիճակում։ Ես այսպիսի ուղերձ եմ հղելու նրան եւ այսպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը։